Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում պահպանվել է հարաբերական անդոր։ Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Քաշաթաղի շրջանում այս տարվա բերքի տակ ավելի քան 17000 հեկտար հացահատիկ են ցանել տարին բարենպաստ էր։ Կարկուտները, որ նախորդ տարի շրջանին զգալի վնասներ էին հասցրել, այս տարի Քաշաթաղը հիմնականում շրջանցեցին։ Կարկուտից միայն 2 համայնք է տուժել։ Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Քաշումնիկ եւ Այկազյան համայնքների տարածքում ուժեղ տեղացած կարկուտի հետևանքով մոտ 200 հեկտար ունենք վնասված դաշտեր։ Նախորդ տարվա դասերը հաշվի առնելով ավելի հիմնավոր են պատրաստվել նաև հրդեհավտանգ տարեշրջանին։ Կանխարգելիչ միջոցառումները վաղ գարնանն են սկսել։ Փոքր հրդեհի դեպք եղել է, շատ վռազ հանգցրել ենք։ Անցած տարիների տարվա փորձը մեզ ցույց է տվել, որ մենք պետք է ավելի լուրջ մոտիկանանք այդ հարցին։ Այս տարի կատարել ենք մոտ 550 կիլոմետր միակողմանի 5-ից 6 մետր լայնությամբ սրսկման աշխատանքներ, մոտ 310 հեկտար, ինչպես նաև 140 հեկտար հերկի աշխատանք։ Հրդեհավտանգ տարեշրջանին ընդառաջ էլ հրշեջ հենակետերն են բացազատվել։ Առայժմ խոշոր հրդեհների դեպքեր չեն գրանցվել, այնպես որ Քաշաթաղում մինչ բերքահավաքը կորուստներ չեն ունեցել։ Բերքահավաքն էլ այս շրջանում հանրապետությունում առաջիններից մեկն են սկսել։ Սպարտակ Հակոբյանը Քաշաթաղի խոշոր հողօգտագործողներից մեկն է։ Կոնկրետ այս դաշտերում 90 հեկտար է, բայց այս տարածաշրջանում ես տարեկան մշակում եմ 550-ից մինչև 600 հեկտար տարածություն։ Մշակել է ագրոկանոններին համապատասխան, բարենպաստ տարին էլ իր դերն է ունեցել, բերքն առատ է։ Տարիներ ա եղել, որ մի քիչ ցածր ա եղել, բայց այս տարածաշրջանում սիստեմատիկաբար, ասեք, իմ մշակած հողատարածքներից 30 ցենտրից պակաս բերք ես երբեք չեմ ստացել։ Կոնկրետ այս տարի մենք սպասում ենք այս դաշտերից 50-ից ավել բերքատվություն, 50 ցենտրից ավել հեկտարի հաշվով։ Տեխնիկայի խնդիր չկա, գրեթե նույն կազմի հետ հերթական տարին է աշխատում։ Կոմբայնավարներն ու սպասարկող կազմը մինչև բերքահավաքի ավարտը դաշտում կմնան, պայմաններն ապահովված են։ Տարիներ շարունակ աշխատում ենք համատեղ, նախապես ես մինչև բերքահավաքը ֆինանսավորում եմ, մարդիկ վերանորոգման աշխատանքները կատարում են ու կազմը պատրաստ կազմակերպում ենք բերքահավաքը, այդպիսի խնդիրներ երբեք մեկ չեք ունենում։ Լևոն Սիմոնյանը բերքահավաքի ընթացիկ ցուցանիշները իմի է բերում շրջանի մասշտաբով։ Հանձել ենք մոտորապես 8500 հեկտարը։ Ցորեն եւ գարի համախառը բերքատվությունը կազմում է 23 ցենտներ հեկտարից։ Քաշաթաղի հարավային թևում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը քաշաթաղցիներին կրկին շնորհակալություն է հայտնել ապրիլյան օրերին իրենց ակտիվ արձագանքի համար եւ գոհունակություն հայտնել, որ անգամ այս պայմաններում նաեւ բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներն են պատշաճ կազմակերպվել։ Բերքահավաքը կարծես թե ընթանում է բավարար ծրագրերի շրջանակներում, որևէ խնդիր չկա, խոչընդոտ չկա, հակարդեային բոլոր միջոցառումները կատարված են։ Բարեբախտաբար վնասներ համարյա չենք ունեցել, ֆորսմաժոր չենք ունեցել, չի էլ սպասում, ընդամենը պետք է պլանավորված հավաքել բերքը եւ ճիշտ իրացում կատարել։ Հորդորում է այսօր դուրք չտալ բերքը օր առաջ վաճառելու տրամադրությանը, որպեսզի գնային չարաշահումներին զոհ չդառնան։ Կառավարության ղեկավարը հիշեցնում է, որ գյուղաճակցության հիմնադրամը հատիկը մթերում է ամենաձեռնտու գնով, գնի մոտ 20%-ը վճարվում է անմիջապես։ Անմիջապես հնարավոր է նաև հիմնադրամի ծառայությունները գնել, հիմնադրամի կամ այլ կառույցների նկատմամբ ունեցած պարտավորությունները մարել։ Քաշաթաղցիներից ոմանք արդեն օգտվել են այդ տարբերակից եւ մարել իրենց պարտավորությունները։ Առաջարկ եղավ, որ պարտավորությունների դիմաց հիմնադրամին ոչ միայն հացահատիկ, այլև կենդանիներ հանձնվեն։ Վարչապետը խոստացավ կհանձնարարի այդ տարբերակն էլ ուսումնասիրել, հնարավոր է այն կդառնա ծրագրի մի մասը։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Աղավնիներ Արարատի ուղղությամբ հայ-թուրքական խաղաղության աղոթք, Գյումրիից փակ սահմանի ակնարկ ու ելույթի փոփոխություն, ցեղասպանություն եզրույթի օգտագործում, Պապի հայաստանյան հռետորաբանությունը Թուրքիային դժվար թե դուր գար։ Սա դեռ բավարար չէ Հայաստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցին պատասխանելիս հիշեց Թուրքիայի արձագանքը Սուրբ Պետրոսի տաճարում արտաբերած ցեղասպանություն բառին, ասաց Թուրքիան դեսպանին հետ կանչեց, որը վերադարձավ մի քանի ամիս անց։
Անցյալ տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ը օգտագործել է այդ բառը, եւ ես այն կրկնեցի։ Դա լավ չընդունվեց, Թուրքիայի կառավարությունը հայտարարություն արեց, իր դեսպանին հետ կանչելով Անկարա, որը վերադարձավ մի քանի ամիս անց։ Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, քան ցեղասպանությունը, մեկնաբանում է Ֆրանցիսկոս Պապը։ Ասում է Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին ցեղասպանություն բառը։ Բուենոս Այրեսի Մայր տաճարում հայերի ցեղասպանության հիշատակի խաչքար են տեղադրել, բայց երբ եկել է Հռոմ, լսել է այլ բառակապակցություն՝ մեծ չարիք կամ մեծ ողբերգություն։ Նրան ասել են, որ ցեղասպանություն բառը վիրավորական է։ Բայց ես միշտ էլ խոսել եմ 3 ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցյալ դարում՝ հայոց ցեղասպանությունը, ապա Հիտլերի իրագործած ցեղասպանությունը եւ Ստալինի կատարած ցեղասպանությունը։ Թուրքական մամուլն այս անգամ համեմատաբար զուսպ արձագանքեց Պապի հայտարարություններին, նկատել է թուրքագետ Հակոբ Չաքարյանը։ Անցյալ անգամ ինչպես կարող էին հակազդեցին, բայց ոչինչ չփոխվեց։ Թուրքիան, նրա խոսքով, ազդեցության որևէ լծակ չունի Վատիկանի վրա։ Թուրքիան ինքը Հռոմի Պապի վրա ազդելու հնարավորություն չունի, որովհետև աշխարհում 1 միլիոն կաթոլիկներ կան, մոտավորապես 47 երկրի բնակչությունը կաթոլիկ են։ Այդ բնակչության վրա Հռոմի Պապի խոսքը շատ ավելի մեծ ազդեցություն կգործի, քան իրենց սեփական իշխանությունների հայտարարությունները։ Այդ առումով պետք է զգուշանան։ Պասվածին հակառակ ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, այլ փոխվարչապետ Նուրեթին Ջանիկլին դժգոհություն հայտնեց, բավականին անհարգալից։ Պապի նման հայտարարությունը եւս մեկ անհաջողություն է եւ նրա գործունեության մեջ էլ երևում են խաչակրաց հոգեբանության հետքերը։ Նրա հայտարարությունը ոչ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է եւ դա բոլորը ողջ աշխարհը գիտի։ Հայերն էլ գիտեն։ Իհարկե լուրջ չենք ընդունում։ Ընդունելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այս ժողովրդի պատմության մեջ նման դեպքեր չկան։ Դրանք հնարավոր էլ չէին, քանի որ մեր հավատքը, ավանդույթները կտրականապես մերժում են նման բաները։ Հակոբ Չաքարյանը մեկնաբանում է հայտարարությունն արեց փոխվարչապետը, քանի որ նրա ասացները Թուրքիայի համար պարտավորեցնող չեն, մինչդեռ երկրի նախագահի, վարչապետի կամ արտգործնախարարի հայտարարությունները պարտավորեցնող են։ Որովհետև պարտավորեցնող չլինի, այդ պատճառով հանձնարարել են փոխվարչապետ Նուրեթին Ջանիկլին։ Մանավանդ որ ինքը միջազգային հարցերի գծով փոխվարչապետ է, չի ոչ էլ արտաքին հարաբերությունների գծով։ Մինչդեռ այցից հետո Թուրքիայի արտգործնախարարությունն այնուամենայնիվ քաջությունը հավաքեց Սրբազան քահանայապետի գործողությունները քննադատելու համար։ Հիշեցին առաջին համաշխարհային պատերազմի տարիների տառապյալ զոհերին ու Պապին մեղադրեցին կրոնական գործոնով պայմանավորված իբրև թե խտրական վերաբերմունքի համար։ Պապը կախվածություն ունի իրականության եւ պատմական փաստերի հետ կապ չունեցող հայկական տեսակետներից։ Այդ մասին են վկայում Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը, 1915-ի դեպքերի վերաբերյալ անհաջող հայտարարություններ անելը, հայկական եկեղեցու հետ համատեղ հռչակագրի ստորագրելը եւ վերադարձի ճանապարհին զրպարտանքներով լի հայտարարություններ անելը։ Թուրքիան փաստորեն կրկնում է Ադրբեջանի շանտաժի գործելավոճը։ Արտգործնախարարության հայտարարության մեջ հիշեցնում է ապրիլյան ռազմական բախումներն ու սպառնում։ Պապի նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Սամվել Բալայան, Աննա Բալյան, օր